Բարի երեկո։ Եթերում օրակարգի գլխավոր թողարկումն է։ Այսօր հայոց մեծեղեռնի 102-րդ տարելիցն է, 1915 թվականը դարձավ սահմանաբաժան հայ ժողովրդի ճակատագրում, այն արմատապես փոխեց և խաթարեց մեր ժողովրդի բնականոն զարգացման ուղին։ Ամբողջ աշխարհում այսօր հիշատակի արարողություններ են տեղի ունենում, ինչպես ամեն ապրիլի 24-ին Երևանում վաղ առավոտից մարդիկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրներ են այցելել հարգանքի տուրք մատուցել 1,5 միլիոն սուրբ նահատակների հիշատակին։ Հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից եկել են լուռ ներկայությամբ խնկարկելու ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հուշահամալիրում է երկրի քաղաքական եւ հոգեվոր ընտրանին։ Նախագահ Սերժ Սարգսյանն ու տիկին Ռիտա Սարգսյանը հարգանքի տուրք են մատուցում 1915-ի մեծեղեռնի նահատակների հիշատակին։ Երկրի ղեկավարին ուղեկցում են ամենայն հայոց կաթողիկոսը, ազգային ժողովի նախագահը, վարչապետը, կառավարության անդամներ։ Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին է ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական աղոթքը։ Եվ սրբոց նահատակացն, որ կատարեցան ընթացս հայոց ցեղասպանության, վասն հավատո և վասն հայրենյաց։ Տեղահանության քողի տակ կազմակերպված եղեռնը Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր, որը նախագահ Սարգսյանի բնորոշմամբ իրականացվեց մինչ այդ չտեսնված դաժանությամբ և հետևողականությամբ։ Նյութական, մշակութային, քաղաքական անչափելի կորուստների կողքին ամենամեծ կորուստը մարդիկ են, որոնք կրողն էին հինավուրց, հարուստ և ինքնատիպ քաղաքակրթության։ Մեր ապրողների սպարտքն է ոչ միայն հիշել ու հարգել նրանց, այլև ապրել, աշխատել ու պայքարել կրկնակի ավյունով, նաև նրանց փոխարեն։ Ապրել, աշխատել ու պայքարել կենսահաստատ աշխարհայացքով, հավատալով բարուն, մարդկայնությանը և արդարությանը։ 1915 թվականի այդ հրեշավոր ամսաթվից անցել է արդեն 1 դարից ավելի։ Մենք գիտենք, թե ինչերի միջով ենք անցել այս ընթացքում, և գիտենք, որ հաղթել ենք մահին։ Արցախյան հերոսամարտը վկայությունն է և ապացույցը, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու, այլևս երբեք թույլ չենք տալու։ Հայ ժողովրդի վերածնունդը, հայոց պետականության վերականգնումը հայրենի հողի վրա, հայ մշակույթի և գիտության վերազարթոնքը իրականություն դարձան վերապրող ժողովրդի զավակների շնորհիվ։ Այս ընթացքում մենք աշխարհին պարգևեցինք ստեղծագործ մտքի հանճարների մի ամբողջ աստղաբույլ, նաև մեծանուն հայերի միջոցով աշխարհը տեղեկացավ, թե ինչ է կատարվել մեզ հետ, և իմացավ, որ նրանք զավակներն են բնաջնջման եզրին հայտնված ազգի։ Ես այս ամենը թվարկում եմ ընդգծելու համար մեր ժողովրդի հսկայական, կենսական ու ստեղծագործ ներուժը և իմ անսասան հավատը մեր հնարավորությունների և վաղվա օրվա հանդեպ։ Այո, 1915-ին մենք հայտնվեցինք դժոխքում, բայց եթե դեպի կյանք վերադառնալու ճանապարհին մենք մեր մեջ ուժ ենք գտել նման մեծագործությունների, ապա անկախ պետականության պայմաններում 21-րդ դարում իզորու կլինենք անելու ավելին։ Ցեղասպանության թանգարանում բացված եղեռնից դեպի անկախության վերականգնում ցուցադրությունը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին։ Մայր Հայաստանի կերպարը 3 այսօր վաղը, այսինքն սա մոտ 100 տարի առաջ կոդավորված մի ուղերձ է։ Ինչ էր կատարվում 1920 թվականի մայիսի 28-ին Երևանի Աբովյան փողոցում, կպատմի այս լուսանկարը։ Լոս Անջելեսից Երևան հասցրած բացառիկ 18-րդ դարի մետաքսե թաշկինակը, պետական խորհրդանիշերի ու նոր հավաքածուի մյուս բոլոր նմուշները ժամանակավոր ցուցադրության են հանվել։ Լրանում է կես դարը, երբ կառուցվեց հայոց վշտի ու պայքարի կոթողը։ Հանրապետության ղեկավարը կոչ է անում չմոռանալ։ Ամենամյա այս երթը վերածնված ժողովրդի երթն է, որ չի մոռացել, ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ առաջ է նայում։ Մայա Խաչատրյան, Հակոբ Թումանյան և Արմեն Անդրեասյան, օրակարգ։ Ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել հայ եկեղեցու երկու գլխավոր կենտրոններում՝ Սուրբ Էջմիածնում և Անտիլիասում։ Ամենայն հայոց կաթողիկոսը աղոթել է նահատակների սուրբ հոգիների համար։ Անտիլիասի մայրավանքից էլ Մեծիտան Ընկիլիկիո կաթողիկոսը խիստ հռետորաբանությամբ հորդորել է զսպել Թուրքիայի զավթողական նկարտումները արաբական երկրներում։ Այսօր մարդաշատ էր նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառման գնում են կամ Ծիծեռնակաբերդի բարձունք, կամ հոգևոր մայրաքաղաք։ Հիշատակի օրը Էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցեց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Նա շեշտեց, մարդասպանությունը Կայենից հետո ցեղասպանությամբ նոր որակ ստացավ։ Արարողության ավարտին Մայր տաճարի աղոթքի եւ ուխտի խաչքարի առաջ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II բարեխոսական կարգ կատարեց։
Հայ ժողովրդի համար յուրաքանչյուր օր ապրիլի 24 եւ պահանջատիրության օր է։ Այսօր առավոտյան Անտիլիասի մայրավանքում մատուցված Սուրբ Պատարագից հետո ասել է Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Եվրոպայից պահանջելով ավելի խիստ լինել Թուրքիայի նկատմամբ։ Ավելի ակտիվ աշխատել իսլամական երկրներում, թույլ չտալով, որ այնտեղ մեծանա Թուրքիայի ազդեցությունը, իրականանան պանթուրանական նկրտումները։ Կիլիկիո կաթողիկոսի մոտեցումն է։ Լարա Արաքելյան, օրակարգ։ Ծիծեռնակաբերդում ողջ օրը աշխատել եւ շարունակում են աշխատել մեր նկարահանող խմբերը։ Այժմ ուղիղ կապ ունենք իմ գործընկեր Տարոն Կողլիկյանի հետ։ Տարոն, ինչ կարող եք ասել մարդկանց չդադարող հոսքի մասին։ Բարի երեկո Աբրահամ, այո, իսկապես հիշատակի օրվա ավարտին մի քանի ժամ է մնացել, բայց հիշողության երթը չի դադարում Ծիծեռնակաբերդի բարձունք, այն սկսվել էր դեռ 3 երեկոյան 8-ին Ազատության հրապարակի ջահերով երթից եւ մենք կադրից դուրս այստեղ տեսնում ենք մանկահասակ երեխաների սայլակներ, ինչը նշանակում է, որ մարդիկ այստեղ գալիս են ընտանիքներով, իրենց հետ բերում են իրենց փոքր երեխաներին, որպեսզի երբեք հիշողության թելը չկտրվի։ Այս բանը ես կխնդրեմ մեր ռեժիսորներին ցույց տալ հուշահամալիրի ներսը, ինչպես տեսնում եք, խոնարհված ծաղիկները հասնում են գրեթե 2 մետրի, ինչպես ինձ տեղեկացրին, դրանք ապրիլի 26-ին հարյուրավոր կամավորներ կհավաքեն, կվերամշակեն, ցողուններից պարարտանյութ կսարքեն, որով մշակում են հիշողության պուրակի հողը, իսկ ծաղկի թերթիկները թուղթ կդառնան։ Դրանք Ցեղասպանության թանգարան ինստիտուտը հուշագրեր, նամակներ գրելիս է օգտագործում, այս միջոցառումը անցկացվում է արդեն 7-րդ տարին անընդմեջ։ Տեղեկացնեմ նաև, որ այսօր մարդկանց այցելուների պակաս չի եղել Ցեղասպանության ինստիտուտ թանգարանում, այնտեղ բացվել էր 2 ցուցահանդես, որոնցից մեկում ներկայացվել էին վերջին 2 տարիներին Ցեղասպանության թանգարան ինստիտուտին նվիրաբերված ցուցանմուշները, մասնավորապես այնտեղ մի քանի հետաքրքիր նմուշներ կային, Նեմեսիս գործողության մասնակիցների խմբանկարները, նվիրատուն Սողոմոն Թեհլերյանի որդին է Շահեն Մելքոնյանը, Վանա իշխանի կնոջ Սիրանույշի այցեքարտը, որը շատ գեղեցիկ էր, շատ դիտարժան, Մշո Սուրբ Կարապետ վանքի վարժապետ Հակոբ Դանիելի գոտին, հայտնի է, որ վարժապետը կյանքի գնով փրկել է եկեղեցու գանձերը, եւ մի լուսանկար, որի մոտ այցելուները շատ երկար կանգնում էին, Ուրֆայի ինքնապաշտպանության մասնակից 15 տարեկան Ազնիվ Միրզեյանի լուսանկարը, սա շատ տպավորիչ լուսանկար էր, արված հենց հերոսամարտի օրերին, եւ այն դիտելով կարծես թե կարելի է ասել Անատոլ Ֆրանսի հայտնի խոսքերը՝ մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել, չի մեռնում։ Աբրահամ, Շահանե։ Շնորհակալություն, Տարոն Կողլիկյանն էր նորություններ հաղորդում Ծիծեռնակաբերդից, որտեղ մինչև այս ժամը չի դադարում մարդկանց հոսքը հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բաքվի սև ցուցակում հայտնվելուց հետո Եվրախորհրդարանի падգամավոր Ֆրանկ Էնգելն այսօր էլ Ծիծեռնակաբերդում էր։ Նա եւ մեր երկրում ավատարմագրված դիվանագետները դատապարտել են ոչիրն ու հարգանքի տուրք մատուցել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Լուր գրեթե անխոս, այսպես Հայաստանում հավատարմագրված դիվանագետները մեկ մարդու նման առավոտյան արդեն Ծիծեռնակաբերդի բարձունքում էին։ Սա մի ոճրագործություն է, որը բառերով անհնար է ներկայացնել։ Այսօր կցանկանայի չխոսել, այլ լռակյաց հարգել այդ սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը։ Ես նույնքան լավ գիտեմ այդ պատմությունը, որքան դուք։ Պետք չէ յուրաքանչյուր տարի հաշվել, թե որ երկիրը կամ քանի երկիր ճանաչեց ցեղասպանությունը, ասում է Եվրախորհրդարանի անդամը։ Դա եղելություն է, որով հետաքրքրվողները վերջում համոզվում են՝ ցեղասպանություն էր։
Ինձ համար մեծ պատիվ է Միացյալ Նահանգների կառավարության եւ ժողովրդի անունից ցավակցել հայ ժողովրդին։ Կարտաբերի Միացյալ Նահանգների նախագահը ցեղասպանություն բառը թե ոչ, դեսպանատան պաշտոնյան չի ցանկանում առաջ ընկնել ու կարծիք հայտնել։ Ամերիկայի 45 նահանգներ արդեն ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Տարիներ շարունակ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև ամբողջ աշխարհը գիտի, որ անցած դարասկզբին թուրքական վայրագություններին զոհ գնաց 1.5 միլիոն հայ։ Վահե Կոստանդյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-յան իր ուղերձում, ինչպես իր նախորդները, չի արտասանել ցեղասպանություն բառը, այլ կիրառել է մեծ եղեռն եզրույթը։ Ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեծ եղեռնի 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային գազանություններից մեկի ժամանակ տուժածներին, գրել է Թրամփը, նշելով, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր տեղահանվել են և սպանվել։ Իսկ կոնգրեսի հայամետ լոբին չի պատրաստվում զենքերը վայր դնել անկախ հանգամանքից Սպիտակ տան նոր ղեկավարն ընդհանրապես կարտասանի ցեղասպանություն եզրույթը, թե ոչ։ Նրանք Նյու Յորքում ոգեկոչել են զոհերի հիշատակը, դատապարտել Անկարայի շարունակվող ժխտողական քաղաքականությունը։ Եթե վերջին տարիներին նախագահները կամ կոնգրեսը 1915 թվականի իրադարձությունները չեն կոչել ցեղասպանություն, դա չի նշանակում, թե ճանաչման գործը տապալվել է, քանի որ ավելի վաղ ու բազմաթիվ անգամներ իշխանության թե գործադիր, թե օրենսդիր թևերը դա արել են։ Նյույորքյան հավաքի սկզբում նշեց Ֆրենկ Փալոնը, օրենսդիր Քերոլին Մալունին ասաց, որ Թուրքիայով զբաղվում է թե հայ-թուրքական կոնտեքստում եւ թե հետաքրքրվում Էրդողանի քաղաքականությամբ ընդհանրապես։ Կարող եմ ասել, որ շատ մտահոգ եմ նրանց վերջին հանրաքվեի առիթով, որը Թուրքիան էլ ավելի բռնապետական դարձրեց։ Կոնգրես մտնելուց առաջին օրվանից ես հայկական օրինագծի աջակիցն եմ։ Ձեր ցանկացած խնդրով զբաղվելուց համար մեկ հեռախոսազանգը բավական է։ Մալունին, որ նաև մարտարվեստի սև գոտի ունի, ամենահարմար թեկնածուն էր Նյու Յորք այցելած հայ մարզիկներին ներկայացնելու համար։ Նահանգներում են Ռիոյում մեդալ շահած կամ Մոսկվայի Լուժնիկիում ադրբեջանցուն գետնած մեր հերոսները։ Հայերին շատ մոտ է սենատոր Չակ Շումերը, որ մի քիչ էլ հայերեն է սովորել։ Today and every day. I stand with you. Այսօր եւ ամեն օր ձեր կողքին եմ ոգեկոչելու այն, որը պետք է կոչվի ցեղասպանություն եզրաբառով։ Ցավոք, որևէ այլ եզրույթ իրականությունը չի արտացոլում։ Ավագ սերունդը ճանաչման համար պայքարում էր քաղաքական դաշտում, նոր սերունդը դա կարող է անել նաև այլ կերպ, օրինակ սոցցանցերի միջոցով։ Երիտասարդներին դիմելով ասաց երկրի ամենահայտնի փաստաբան Մարկ Գերակոսը, նաև հիշեց Խոստուն ֆիլմը։ Քրքորյանը կատարեց այն խոստումը, որ տվել էր մահվանից առաջ, բայց շատ քաղաքական գործիչներ Սպիտակ տուն մուտք գործելով չեն կատարել հայերին տված խոստումը։ Նաև երաժշտական կատարում Մարկ Թուրեի հիփ-հոփ երգիչը, որի մորական ազգանունը Կուպելյան է, կատարեց 1915 երգը։ Հայկարամ Նահապետյան, օրակարգ, Միացյալ Նահանգներ։ Ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի է այսօր բոցավառվել Փարիզում հաղթական կամարի հիշողության կրակը, նաև պատարակ է մատուցվել Փարիզի Աստվածամոր տաճարում։ Եղեռնի զոհերի հիշատակին ֆրանսահայերի հետ իրենց խոնարհումն են բերել ֆրանսիացի գործիչները։ Փարիզի Աստվածամոր տաճարում հայ առաքելական եկեղեցու շարականներն են հնչում եւ ոչ առաջին անգամ, ոչ մի դատարկ աթոռ չկա։ Սուրբ պատարակը մատուցում է եպիսկոպոս Ֆրանսիս Բեստիոնը։ Պատմական տաճարում ոգեկոչում են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նոր սերունդը պետք է ճանաչի իր պատմությունը եւ իմանա թե որտեղից է գալիս եւ ուր է գնում, քանի որ նրանց կյանքի համար միլիոնավոր հայեր իրենց արյունն են թափել։ Միայն պահպանելով հիշողությունը հնարավոր է աշխարհին ճանաչել, տալ հայոց ցեղասպանությունը եւ կանխել նորերը։ Ֆրանսիայի կես միլիոնանոց հայ համայնքն այս գիտակցությամբ է ամեն օր արթնանում։ Մեր նպատակն է նախ եւ առաջ իրենց բարեխոսությունը խնդրելու մեր նահատակներում, որովհետեւ մեզի ուժ դան շարունակելու մանավանդ այս դժվար վարականներում մեջ։ Փարիզի հաղթական կամարի մոտ Ֆրանսիայի ռազմական նվագախումբը կատարում է Էրեբունի Երևանը։
Մեղեդիները հնչում են ամբողջ Շանզելիզեով մեկ։ Ֆրանսիացի քաղաքական գործիչներն իրենց խոնարհումն են բերում 1915-ի նահատակների հիշատակին։ Ֆրանսիան չի մոռանում։ Եթե Ֆրանսիան ավելի վաղ չմոռանար, թե ինչ էր կատարվել հայերի հետ, միգուցե տեղի չունենային մյուս ցեղասպանությունները։ Անհայտ զինվորի շիրիմին թարմ ծաղիկներ խոնարհվեցին, իսկ դեսպան Չիտեսյանը բորբոքեց հաղթական կամարի հիշողության կրակը։ 1915-ին թուրքերի իրագործած ցեղասպանությունից փրկված հայերին ֆրանսիական նավերը տեղափոխեցին ապահով վայր, որպես երախտագիտության նշան բազմաթիվ հայեր կամավորագրվեցին ֆրանսիական բանակին եւ զոհվեցին հանուն Ֆրանսիայի։ Հասմիկ Առաքելյան, Մարիամ Տեր-Գուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, օրակարգ։ Փարիզում հիշատակի գլխավոր միջոցառումը Կոմիտասի արձանի մոտ է այս րոպեներին, այնտեղ ներկա է եղել Էմանուել Մակրոնը, որը երեկվա ընտրություններում բոլորից շատ ձայներ է հավաքել եւ Մարին Լպենի հետ անցել է երկրորդ փուլ։ Էմանուել Մակրոնը ծաղիկներ է խոնարհել Կոմիտաս վարդապետի արձանի մոտ։ Մտադիր եմ Ֆրանսիայի պաշտոնական օրացույցում ապրիլի 24-ը սահմանել հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Շատ կարևոր է պահպանել հիշողությունը։ Սա նաև Ֆրանսիայի հիշողությունն է, քանի որ Ֆրանսիայի պատմությունը գրվել է հայերի մասնակցությամբ։ Հույս ունեմ, որ 15 օրից կստանամ ֆրանսիացիների վստահությունը եւ լուծում կտամ հայերի ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցերին։ Իմ այստեղ լինելը նշանակում է, որ աջակցելու եմ հայերին ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում։ Մյուս կարևոր հարցը Արցախի հիմնախնդիրն է, որը Ֆրանսիան միայնակ չի կարող լուծել, սակայն անձամբ ես կհետևեմ, որպեսզի խնդիրը լուծվի ամբողջական, հիմնավոր եւ հոգուտ Հայաստանի։ Արցախի նախագահն իր ուղերձում հորդորել է աշխարհին չմոռանալ մարդկության դեմ պետականորեն իրականացված առաջին ցեղասպանությունը, քանի որ մոռացությունն ու անտարբերությունը ծնում են նոր ոճիրներ։ Ոգեկոչելով Սուրբ նահատակների հիշատակը մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքի պաշտպանունակության եւ ժողովրդի անվտանգության ամենահուսալի գրավականը ազատ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետականությունն է, մարտունակ բանակը, Հայաստան-Արցախ սփյուռք կուր եռամիասնությունը, որոնց համապնդման զարգացման ու զորացման համար կանենք ամեն ինչ, ասել է Արցախի նախագահը։ Բակո Սահակյանը այսօր առավոտյան ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտում մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հազարավոր արցախցիներ խոնարհվել եւ ոգեկոչել են սրբադասված նահատակների հիշատակը։ Անհանդուրժելի հայատյաց քաղաքականությանը Արցախի ժողովուրդն իր պայքարով է պատասխանում եւ այն դեռ իր հանգրվանին չի ասել։ Այս կարգախոսով եւ խորհրդով է ժողովուրդը հավաքվել հիշատակի հարարողությանը։ Ցեղասպանության ժխտումը եւ այս ուղղությամբ կարելի ասել կործանարար քաղաքականությունը կամա թե ակամա այս երկրի մղում է տարածաշրջանային ահաբեկչությունների կազմակերպիչ եւ մասնակից երկրի կարգավիճակին։ Այն որ Թուրքիան շարունակում է ցեղասպանությունը, ասենք քրդերի նկատմամբ, այլ փոքրամասնությունների, ուշ թե շուտ նման քաղաքականությունը բերելու է այդ պետության կործանման։ Անհնար է, որ մարդկայնությունը չհաղթի ոչրագործին։ Դար ու 2 տարի առաջ ցեղասպանության ենթարկված ժողովուրդն այսօր շարունակում է ապրել ու արարել։ Այսօր մեր ժողովրդի խնդիրը ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որպեսզի կանխարգելվեն նման ոճիրները։ Ապա կգա նաև հատուցման ժամը։ Ամեն ապրիլ 24-ին Հայաստանում եւ Սփյուռքում հայերը ոտքի են կանգնում ցույց տալով ապրող, արարող եւ պահանջատեր ազգի կենսունակությունը։ Մեր որպես ազգ մենակ կարանք կնենք հաջող, եթե հաջողությամբ կարանք հաղթենք մեր բոլոր դժվարությունները, զարգացումով եւ մեր հաջողությամբ ցույց տանք մեր հարևաններին, որ իրանց ուզածը չի ստացվել։ Մենք կյանք ենք շարունակում, մենք մեր լուման դնում ենք աշխարհի զարգացման մեջ։ Հայոց չդատապարտված եւ չճանաչված ցեղասպանությանը հաջորդեցին նորերը՝ Հոլոքոստ, Ռուանդա եւ մարդկության դեմ այլ հանցագործություններ, որ այսօր էլ ցնցում են աշխարհը։ Սա արդեն քաղաքականության խնդիր չի, սա արդեն մարդու իրավունքների խնդիր պետք է լինի։ Չճանաչենք, ուրեմն պիտի շարունակվի ու տեսել ենք, որ պատմությունը կրկնվում է։ Եթե Թուրքիան պատասխանատվություն վերցնի իր ուսերին, եթե Թուրքիան ինքը ճանաչի հայոց ցեղասպանության իրողությունը եւ սկսի բարոյապես նաեւ
նյութապես հատուցում տալ հայ ժողովրդին։ Սա կլինի ամենամեծ դասը, որ ցեղասպան երկիրը պատժվում է։ Թուրք հասարակությունում տարեցտարի թուլանում է ժողտողականությունը։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտն ամեն օր թուրք այցելուներ ունի, որոնք այստեղ առերեսվում են իրական պատմությանը, իրենց երկրում խնամքով պահվող ճշմարտությանը։ Մենք բաղաչադեր եւ որ երեք երթ եղավ չայրու երթը բոլորը երդասարտությունն է եւ որ երդասարտությունը չի մոռնարգոր ասել է որ մենք մեր նպատակին պիտի հասնենք ուստե շուտ մեկ է թուրքերը ընդունելու են հիմա էլ են ընդունում ուղղակի չեն բարձրաձայնում այս երևույթը ի վերջո պիտի իր բարձրակետին հասնի ճանաչման իմաստով ես հավատում եմ որ մի օր Արարատ այս կողմ ելնելու անկասկած Աշխարհի որևէ անկյունում ցեղասպանությունը ողջ մարդկության ձախողումն է, կանխարգելումը նրա պատասխանատվությունը։ Լիանա Կարապետյան, Հովանես Քյոսեյան, օրակարգ։ Այսօր մեկնարկել են Ավրորա նախաձեռնության միջոցառումները, որոնք կավարտվեն մրցանակաբաշխությամբ մայիսի 28-ին։ Մրցանակի հասցեատերը մարդու իրավունքների համար խիզախորեն ու նվիրվածությամբ պայքարող մարդիկ են։ Հանձնաժողովը այս տարի ընտրել է 5 հավակնորդի 66 երկրի ավելի քան 500 թեկնածուից։ Ֆարթուն Ադանի ամուսնուն Սոմալիում սպանեցին, այդ օրվանից դստեր հետ պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղության հաստատման, մանկահասակ զինյալների լիարժեք վերականգնման համար։ Ջամիլա Աֆղանին Փեշավարում պայքարում է, որ աղջիկները կրթություն ստանան, նրանց իրավունքները պաշտպանվեն միջազգային օրենսդրությամբ։ Մուհամմադ Դարվիշը Սիրիայի Մադայեից չհեռացավ պաշարման ժամանակ։ Ատամնաբույժը իր հիվանդների վիճակը բոլոր դետալներով գրանցեց ու հրավիրեց միջազգային հանրության ուշադրությունը։ Դենիս Մուկվեգեն Կոնգոյում հիվանդանոց հիմնեց ու սեռական բռնությունից տուժած 50,000 մարդու բժշկեց, իրավական սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրեց։ Թոմ Քաթինան Նյու Յորքից Սուդան տեղափոխվեց ու Նուբա լեռներում ընդունեց օրական մինչև 400 հիվանդի։ Հաճախ առանց ջրի ու էլեկտրականության ասում են տարեկան 1000 մարդ է վիրահատում։ Այս մարդիկ են 2017-ի Ավրորա մրցանակաբաշխության հավակնորդները՝ Ֆարթուն Ադան, Ջամիլա Աֆղանի, Մուհամմադ Դարվիշ, Դենիս Մուկվեգե, Թոմ Քաթինա։ Փողոցում անցնում էի, մի հատ հասարակ մարդ մոտեցավ ինձ, ասեց երկու շնորհակալություն ասեմ ձեզ, ես իմ մասին ուժի ձև եմ մտածում նա։ Մրցանակաբաշխությունն այս տարի մայիսի 28-ին է, առաջին հանրապետության օրը։ Խորհրդանշական է, ասում են հիմնադիրները, միջոցառումների 5 շաբաթ, մահից դեպի կյանք։ Նոբելյան դափնեկիրներ, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներ ներառող ժյուրին 558 թեկնածություն է ուսումնասիրել ու ընտրել 5-ին։ Լրագրողի հարցին մարդասիրական այս նախաձեռնության շարունակությունը արդյոք հիմնադիրների պաշտոն ստանալով չի ավարտվի, Ռուբեն Վարդանյանը պատասխանում է. Հայաստանի քաղաքացի չէ, լավ գործ անելու համար էլ պաշտոն պետք չէ։ Աշխարհը փոխվում է եւ դուք այս քո հաջողությունը եւ օգնությունը քո ազգին անես առանց մտնելով քաղաքական դաշտ կամ կառավարության մեջ։ Մայիսի 28-ին հավակնորդներին կմեծարեն Երևանում։ Դափնեկիրը $100,000 պարգև եւ եւս $1 միլիոն դրամաշնորհ կստանա։ Այն կտրամադրի մարդասիրական կազմակերպությունների բարեգործությունների շղթան շարունակելու համար։ Աննա Բալյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Եվ մրցանակաբաշխության մասին օրակարգի տաղավար զրուցելու ենք հրավիրել Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբա Ռաֆեյանին։ Բարի երեկո, պարոն Ռաֆեյան։ 5 հավակնորդ, 66 երկիր, ավելի քան 580 թեկնածու։ Ի վերջո այդ 5 հավակնորդները ինչ չափանիշերով են ընտրվել։ Ուրեմն մենք ունենք խորհուրդ, որը կզբաղվի այս գործով, մի քանի դարբեր Նոբելյան պրայզի ստացող, մի քանի երկիրների նախկին նախագահներ, որոնք զբաղվել են այս գործով եւ գնամսել այս տարի մենք ստացանք շատ հզոր պատմություններ եւ անձնավորություններ իբր տեխնազու եւ որոնց մեջ իրենք որոշեցին վերջին ֆինալիստ 5-ը, որոնց մեջ մին 2 մայր եւ աղջիկ են, իրենք կուքան դարբեր դեղերը Աֆղանիստանի, Սիրիայի, Սոմալիայի, դարբերից իրենց գործունեությունն է հոն եւ որոշ անցիկ օրինակ Սիրիայում Մուհամմադ Դարվիշը արդեն հոն է ապրում վտանգի տակ եւ շատ հետաքրքիր հզոր պատմություններ եք ներկայացնելու եկող շաբաթներու ընթացքին մինչեւ մայիսի 28-ը մինչեւ մայիսի 28-ը Պարոն Աֆեյան, մրցանակների հանձնման ժամանակ հրավիրյալների կազմում կլինեն դարձյալ այնպիսի հնչեղ անուններ, ինչպես օրինակ Ջորջ Քլունին է, հնարավոր է նա նորից Հայաստան գա կամ այլ հայտնի մարդիկ։ Գիտեք ինչ, Ջորջ Քլունին մասնակցությունը մեր ծրագրի մեջ նախ եւ առաջ ինքը ադենաբեդն է այդ ջուրի, որը դարվան ընթացքին
այս որոշումներն է դալիս եւ ֆինալիստները եւ ընդհանրապես վերջին լորիետը որոշում է։ Ջորջը արդեն մասնակցում է մեր հետ բոլոր դարվա ընթացքին։ Այս տարի ինչպես ցերևս լսել եք մամուլեն ինքը եւ ամալը սպասում են իրենց երեխաները եւ այդ գախում ունի ժամանակեն, որ երբ է դա լինելու եւ ճիշտ այս օրերուն են, այսինքն սպասում, բայց կուզենայի ասել, որ մեր մոտ ընդհանրապես Աուրորայի բանը նյութը պետք է դառնա այս ցեղերը, որոնք հերոսներն են այս գործով սպասում։ Ուրեմն մենք սպասենք մի 200 մարդասիրական գործունեություն կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց ներկայացնեն շատ հետաքրքիր ծրագրեր եւ գոսանք, որ աշխարհի ուշադրությունը կդառնա այս ծրագրի վրա նորեն եւս տեսնանք ովքեր են մեզ միանալու, բայց կարևոր է որ մեր նպատակը ներկայացնել է այս հերոսները եւ քաղաքապարախոսությունը, որ իրենք կներկայացնեն։ Պարոն Ավյան, մինչև հաջորդ հարցին անդրադառնալը, մեկ հարց ուղղակի անցած տարվա հաղթողից $1 միլիոն, որը նավաստակեց, տեղյակ եք ինչ ծրագրերի վրա է դա։ Ինքը որոշել էր 3 դարբեր կազմակերպություններ, որոնք իրենց հերթին զադած էին դարբեր թե գրթական ոլորտում եւ թե բարձրապես օգնելու շատ աղքատ երեխաների, ուրեմն այս փողը ծախսվել էր մասամբ Բրազիլում, մասամբ Աֆրիկայում, դա 2 դարբեր երկրների Ռուանդայի մեջ լալով եւ շատ հրաշալի պատմություններ են, կարող եմ ասել մեկ ֆիլմ եք պատրաստում, որ թերևս մոդադենեն կտեսնեք, որու մեջ կներկայացվին անոնք, որ օգտվեցան այս օգնությունեն եւ տեսնալը, որ այս դարբեր մարդիկ Հայաստանին են շնորհակալություն հայտնում, երախտագիտություն հայտնում, մարդիկ, որ որևէ վեկցիով հայության հետ կապ չունեն եւ տեսնում են, որ այլ ազգ, որը օգտագործվել է համարտկային արժեքներով, մոդեցում է իրենց ասում է մենք բարդակություն ենք ստում այս ձևով ցեզ օգնելու, շատ հզոր նկարներ են տեսնելու։ Եվ մեր վերջին հարցը, մրցանակաբաշխությունը, այսպես ասենք, 2 տարեկան է գրեթե, հասցրել է այս ընթացքում աշխարհագրորեն ընդլայնվել։ Բովանդակային առումով արդյոք գլխավոր հասցեատերերը հստակ կոնկրետ մարդիկ, որոնք տեսնում են այս մրցանակաբաշխության եւ ընթացքը եւ հետևանքները, արդյոք մենք կարողացանք այս 2 տարվա ընթացքում հայկական հարցը մոտեցնել այդ մարդկանց։ Գիտեք ինչ, հայկական հարցը 100 տարի հետո պետք է մենք ներկայացնենք շատ ավելի, այսինքն դարբեր ձևերով եւ մոդեռն ձևերով, քան թե բարձրապես արդարության հարց։ Արդարությունը շատ կարեւոր է։ Հարցը հենց դրան էր վերաբերում։ Հասկացա, բայց արդարության վրա աշխատելով միևնույն դեպքում մենք պետք է ներկայանանք իբր վերաբրողներ, որոնք մասնակցում են աշխարհի դարբեր ծրագրերով եւ այս տեսակ մարդասիրական ձևով։ Մենք կգործենք մեր գործունեությունը հայ թադին օգնելու է բարձրապես ներկայացնելով հայերը իբր վերաբրող։ Ինչու մեզ մարդիկ 100 տարի հետո պետք է փոխդրամատրեն եւ ուրիշ աջակցողներու հետ օգնեն ուրիշների իբր երախտագիտություն անոնց որոնց իրենց բրգել են, եթե դες բաներ չի եղել։ Ուրեմն որքան ավելի մարդիկ, ասենք մագեն դեսնում են ասկայլերը, իրենք անցրանում են այս մարդիկը չեն առնում աս ամեն ինչը առանց պատճառի եւ այլ ծև է արտարության նյութը մեջտեղ բերելու, բայց մեր նպատակը օրորայի միան այդ չէ։ Որպես նախաձեռնություն 2 տարեկան է Ավրորան, բայց կարծեք ծրագրեր ունեք մինչև 2023 թվականը, ինչ որ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց այսօր։ Այո, 2023 տարեկանը մեզ համար առաջին 8 տարին առաջին մասն է։ Գուսանք մենք եւ արդեն այդ քայլերով կընտանանք, որ ասիա կդառնա անվերջ ծրագիր։ Կներեք, բայց 2023-ը շատ կարեւոր է մեզ համար, որովհետեւ դա կներկայացնի 1923-ին հետո 100-ամյակ, այլ 100-ամյակ 100-ամյակ Թուրքիո կառավարության ստեղծման նոր եւ ուրեմն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման, այո։ Հիմնադրման եւ ուրեմն կներկայացնի առաջին օրը, որ երկիրը սկսած է ուրանալ 100 տարի անվերջ դա որ արել են իրենց նախորդները։ Ուրեմն դա կներկայացնի 100-ամյակը կառավարության ուրանալուն, քոյադև ձևով։ Պետք է մենք դա նշենք, աշխարհը պետք է նշի իբր այլ ձևով, շատ կարեւոր դեպք, 100 տարի շարունակություն։ Թե պետք է փաստել, որ ցեղասպանությունը տարբեր մասնագետների, պատմաբանների, գիտնականների կողմից ընդունված է ժամանակաշրջանը որդեգրել 15-23 թվականները։ Շնորհակալություն պարոն Աֆեյան, հաջողություն եք մաղթում ձեր ծրագրերին, հիշեցնենք, որ մեր զրուցակից Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն էր։
Շարունակում ենք թողարկումը։ Ցեղասպանության 100-րդ տարելիցը սահմանագիծ է միայն պայքարը պահանջատիրության դաշտ տեղափոխելու իմաստով։ Այս համոզմամբ են Մոնտեբելոյի հուշահամալիրում զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել մեր հայրենակիցները, հայամետ կոնգրեսականները, դաշնային կառավարիչներն ու թուրք առաջադեմ մտավորականները։ Ֆեթհիե Չեթինը Թուրքիայից ժամանել է Լոս Անջելես մասնակցելու հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին։ Թուրքիայում հատկապես Սահմանադրության հարակվեով ամրապնդված ավտորիտար ռեժիմի պայմաններում բոլորի կյանքն է այժմ վտանգված, բայց դա ինձ չի խանգարում խոսել ճշմարտության մասին, ասում է Հրանտ Դինքի փաստաբանը։ Եկել եմ այստեղ ուղեր ցղելու Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահներին, որ արդարադատության ժամանակը եկել է։ Թուրք փաստաբանը մասնակցեց Մոնտեբելոյի հուշահամալիրում կազմակերպված հիշատակի ամենամյա արարողությանը, որտեղից մեկնարկում են Միացյալ Նահանգների արևմտյան ափի երկօրյա զանգվածային միջոցառումները։ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ռուզվելտը 1914-16 թվականների մասին ասել էր, առաջին համաշխարհային մեծագույն ոճիրներից մեկն էր հայոց ցեղասպանությունը, եւ դա չճանաչելը նշանակում է թողություն տալ այդ մեղքին։ Կոնգրեսականները դժվարանում են կանխատեսել ճանաչման գործընթացի ապագան։ Նրանք պատասխան չեն ստացել նաեւ Դոնալդ Թրամփին ուղղած նամակին, որով 80 կոնգրեսական եւ մի քանի սենատոր Միացյալ Նահանգների նախագահից պահանջում են ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Ոչ, նա մեզ չպատասխանեց, բայց մեզ համար կարևոր էր նախագահի առաջ դնել խնդիրը եւ վստահ լինել, որ նա գիտի, թե մեզնից քանիսն են խստորեն պահանջում, որ նահանգները ճանաչի ցեղասպանությունը։ Ամերիկահայ գործիչները նշում են, որ 100-ամյակից հետո ամեն ինչ նոր է սկսվել։ Եթե նախագահը Ամերիկայի անունից չդատապարտի ցեղասպանությունը, ապա նահանգները երկրի անունից դա կանեն փաստացի։ Ժամանակ 4-5 նահանգ գվես եւ ամբողջացում են իդ կա արդեն ավելի ամուր գերբով, ավելի բանջարական գերբով գտի մենք Ամերիկայի նախագահության, կոնգրեսին, որ պաշտոնապես ճանաչի ցեղասպանությունը։ Ցեղասպանության ողբերգությունը միայն մահն ու կոտորածը չէ, այլև այն ինչ կորցրեց ամբողջ աշխարհը, իդեմս սպանված հայ գիտնականի, բժշկի կամ արտիստի, ասաց հայ ազգի գործիչ Փոլ Գրեգորյանը։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա, ամեն անգամ, երբ սահմանամերձ գյուղի անմեղ գյուղացին թիրախ է դառնում, դա նշան է, որ ցեղասպանությունը չի ավարտվել ամբողջությամբ։ Ցեղասպանությունը շարունակվում է, քանի դեռ աշխարհի համարժեք արձագանքը չի ստացել եւ քանի Արցախից լսում ենք նոր զոհերի մասին։ Այս միտքը Միացյալ Նահանգներում կազմակերպված հիշատակի միջոցառումների առանցքում էր երկու գլխավոր եզրակացությամբ։ Նախ որ պետք է շարունակել արդարադատության պահանջը եւ երկրորդ միացյալ ուժերով հզորացնել հայրենիքը այն իր սահմաններով այսօր անվտանգ եւ անառիկ պահելու համար։ Լիլիթ Ցետրակյան, Գարեգին Վարդանյան, Օրակարգ, Միացյալ Նահանգներ։ Տեղափոխվենք Մոսկվա, այստեղ հիշում եւ պահանջում ենք կարգախոսով համակարգային հանրահավաք է անցկացվել։ Մենք այժմ կապ ունենք մեր գործընկեր Մերի Եգորյանի հետ։ Մերի, բարև, ինչպես է Մոսկվայի հայությունը խնկարկել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Բարի երեկո գործընկերներ, այսօր վաղ առավոտից Մոսկվայում են հավաքվել հազարավոր հայեր Դաշնության տարբեր քաղաքներից հիշելու մեծ եղեռնի զոհերին։ Ծաղիկների խոնարհումից եւ մոմավառությունից հետո հազարավոր մարդիկ շարժվեցին քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ հայ հասարակությանը միացան ռուսական քաղաքական վերլուծական կառույցների, ազգային այլ համայնքների ներկայացուցիչներ։ Հիշատակման առաջին նոտան ծաղիկների խոնարհումն ու մոմավառությունն էր, Բուլվարի խնկաբույրը տարածվում է ոգեկոչելու եղեռնի սրբադասված նահատակներին, նրանց հիշատակի սուրբ պատարագին։ Այսօր մենք շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր պետություններին, որոնք ճանաչել եւ դատապարտել են ցեղասպանությունը։ Այսօրվա Հայաստանն ու ամբողջ աշխարհի հայերն ապացուցում են, որ հայ ժողովուրդը ուժեղ է իր հավատով եւ համամարտկային արժեքների նվիրումով։ Դաշնության քաղաքներում հայ համայնքների նախաձեռնությամբ բողոքի ակցիաներ են կայացել, գլխավոր հանրահավաքը ավանդական վայրում էր 1905 թվականի հրապարակում, որտեղ հազարավոր հայերին միացան նաև բազմաթիվ ռուսներ։ Անպատժելիությունը ծնում են նոր բռնություններ, եւ մենք պետք է դատապարտենք ցեղասպանությունն ու հիշենք։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ նույն ուժերը կրկին փորձեցին հայերի դեմ ցեղասպանություն իրագործել։ Եվրոպան ցեղասպան Թուրքիայի տեղը չէ, ցեղասպանության ծրագիրը ձախողվեց, բանկարկում են հանրահավաքի մասնակիցները եւ պատկերում Հայաստանի քարտեզը։ Հանրահավաքի մասնակիցները Մոսկվայից աշխարհին են հասցնում հիմնական ուղերձը։ Հայերն իրենց անվտանգությունը պահպանում են պետություն բանակ ամրությամբ եւ բոլոր խնդիրները լուծելու են համազգային համախմբմամբ եւ պետականորեն։
Շնորհակալություն Մերի Եգորյաններ հաղորդում Մոսկվայից։ Շարունակելով 18-ամյա ավանդույթը դաշնակցական երիտասարդները երեկ կազմակերպել էին ապրիլի 23-ի ջահերով երթը։ Համահայկական բնույթ ստացած երթի մասնակիցները Ազատության հրապարակից ջահերով քայլել են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, պահանջատիրության ու ժխտողականությունը դատապարտող կոչերով։ Հայ երիտասարդներն այսպես են արձագանքում Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությանն ու մեր օրերի Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։ Մոտ 2 տասնամյակ առաջ Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական կազմակերպության կողմից իրականացվող ջահերով երթն արդեն վերածվել է համահայկականի։ Ընդլայնվել է նաև նրա աշխարհագրությունը։ Երիտասարդներն ասում են, ամեն անգամ ջահերի երթով աշխարհին ցույց են տալիս, որ մեկ դար անց էլ հայը հիշում է։ Ժամանակը չի բուժում եւ չի մոռացնի կորստի ցավը։ Այո, ես հատուկ եմ Եգիպտոսից ժամանել Հայաստան մասնակցելու ջահերով երթին։ Ես հայ չեմ, եգիպտացի եմ եւ այս երթով ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհը իմանա հայերի ցեղասպանության եւ ցավի մասին։ Ազատության հրապարակից նրանք հիմնականում երիտասարդներ դրոշի կրակից վառված ջահերով ոտքով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Ազգային միջոցառում է սա դարձել եւ տեսնում եք արդեն այստեղ առանց կուսակցական պատկանելության տարաձայնություններ չկա, միասնականության երթ է սա։ Երթի մասնակիցները մի քանի ժամ շարունակ անցնում էին անմար կրակի մոտով, որին հաջորդեց հսկման արթուն գիշերը։ Ջահերով երթեր են եղել նաև Հայաստանի մարզերում։ Վանաձորում երթը ձգվել է եկեղեցուց եկեղեցի, նահատակած պուրակում երիտասարդները հարգել են Եղեռնի զոհերի հիշատակը։ Ալավերդիում ջահերով երթ են արել դեպի անմեղ զոհերի հուշարձան, ճանաչում, հատուցում վանկարկելով, ցեղասպանությունը դատապարտող պաստառներով էջմիածինցիները քայլել են դեպի Կոմիտասի անվան հրապարակ։ Ջահեր են վառվել նաև Արցախում։ Երթի մասնակիցները Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից շարժվել են դեպի Զանգակատուն հուշակոթող։ Բազմամարդ էր նաև Թբիլիսիում, չնայած քաղաքապետարանի զգուշացմանը, երիտասարդները ջահերով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով։ Հայկ Հովհաննիսյան, Հայկու Շասլանյան, Հրաչյա Պապինյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված ուժերի առաջնորդները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։ ԵԼԿ դաշինքից Նիկոլ Փաշինյանը, Հանրապետական կուսակցությունից Տարոն Մարգարյանը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեկ մասնակցել է նաև ջահերով երթին։ Սա մեր համազգային գործն է, այլ ոչ թե մեկ խմբի կամ մեկ միավորի, եւ ես մշտապես մասնակցել եմ։ Ոչ տեղն է, ոչ վայրն է, ընտրություններից խոսելու։ Միայն մենք կարող ենք լինել մեր անվտանգության երաշխավորը, ուրիշ ոչ ոք։ Թբիլիսիի քաղաքապետարանը մերժել է Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ցույց անցկացնել, այնուամենայնիվ վիրահայությունը եւ վիրահայոց թեմը ցեղասպանությունը ոգի կոչող մի շարք միջոցառումներ է անցկացրել ամբողջ Վրաստանում։ Վայրն անփոփոխ է Թուրքիայի դեսպանատուն։ Վրաստանի հայերի միությունն ու հասարակական կազմակերպությունները դեռ 3 ջահերով երթով, իսկ այսօր արդեն պահանջատիրական վանկարկումներով ու հայկական երգերով շարժվեցին դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն։ Հարևանությամբ նույն փողոցի մի անկյունում թուրք երիտասարդները փորձում են իրենք էլ հավաքվել, սադրանքով տապալել հայկական հավաքը։ Աշխարհում երևի այս մեկ օրն է, որ բոլոր հայերին համախմբում է, անկախ նրանց կարգավիճակից, պաշտոնից, սեռից, տարիքից, որտեղ էլ նա բնակվել լինի, որովհետև մենք չենք կարող մեր 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը մոռանալ։ Հերթական անգամ մենք հավաքվեցինք այստեղ, որ ոչ թե 100 տարի պահանջելով լեզու չեն հասկանում այս թուրքերը։ Պետք է այլևս ստիպել, որով պահանջելով ոչ մի բան չի ստացվում։ Հարևանությամբ թուրք-ադրբեջանական հավաքի փորձն ի վերջո ձախողվեց, սադրանքն էլ չհաջողվեց, նախ մերոնք օրենքի ոչ մի խախտում թույլ չտվեցին, ամեն ինչ իրավապահների աչքի առաջ էր, եւ երկրորդ թուրքերի խումբը անհամեմատ փոքրաթիվ էր։ Ռուզաննա Վարդերեսյան, Գիվի Փեյքրիշվիլի, օրակարգ, Թբիլիսի, Երևան։ Ապրիլ 24-յան միջոցառումներ են տեղի ունեցել Ստամբուլում, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները փորձել են ցեղասպանության զոհերին հիշատակել երթով, ոստիկանական
ջոկատների խոչընդոտների պատճառով սակայն հավաքվել են կուսակցության գրասենյակում։ Այստեղ նրանց միացել են նոր զարթոնք հայկական երիտասարդական միության անդամները։ Պոլսում հիշատակի մյուս ձեռնարկների մասին մեր թղթակցի ռեպորտաժում։ Ապրիլի 24-ը սկսվեց Ֆերիգյուղի Սուրբ Վարդանանց եկեղեցում մատուցված պատարագով։ Կեսօրին, ինչպես ամեն տարի, Թուրքիայի մարդու իրավունքների միությունը իսլամի թանգարանի դիմաց հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին։ Տեղի ընտրությունը պատահական չէր։ 102 տարի առաջ հայ մտավորականները հենց այստեղից են աքսորվել, ապա սպանվել։ Մարդու իրավունքների միությունն այս տարի հայտարարության հիմնական շեշտը դրեց ցեղասպաններին, մասնավորապես Թալիաթ Փաշային մեծարելու վրա։ Խավարի իշխանությունը կսովորականացնե նույնիսկ ամենասարսափելի չարագործությունները։ Ահա սովորականացնելու այս վիճակին սարսռեցուցիչ օրինակներն են Թուրքիո տարածքին հարյուրավոր դպրոցներ, փողոցներ, պողոտաներ Թալիաթ Փաշայի անունով կոչելը, վերջինիս գերեզմանը ազատության հուշարձանին մեջ պահելը, դարձյալ ու դարձյալ ցեղասպանության ենթարկել է։ Ոչրագործները հերոսացնել է։ Թալիաթ Փաշա այդ մեծարյալներուն գլխավորն է։ Որպես մարդկային իրավանց միության ընդդեմ ցեղասպանության եւ խտրականության հանձնախումբ մենք կմերժենք Թալիաթին մեծարումն ու սրբացումը ազատության հուշարձանով։ Հիշատակումների հաջորդ կանգառը Շիշլիի հայկական գերեզմանատունն էր 2011-ի ապրիլի 24-ին ծառայության ընթացքում սպանված Սևակ Բալыкչիի շիրիմը։ Հիշատակումների վերջին հիմնական միջոցառումը Դուրդեի կազմակերպած նստացույցն էր։ 2010 թվականին առաջին անգամ հանրության համար բաց հիշատակում կազմակերպեց Թաքսիմում։ Սա բոլորիս ցավն է կարգախոսով սկսեցինք։ Հայոց ցեղասպանության հետ առերեսումը Թուրքիայի ժողովրդականացման կարևոր տարրերից մեկն է, սակայն արդեն 102 տարի Թուրքիան քայլ չի ձեռնարկում, այդ իսկ պատճառով այս անգամ 102 տարի եղավ առերեսվեք կարգախոսով ենք հիշատակում զոհերին։ 100-րդ տարելիցը շրջադարձային էր։ Սփյուռքահայերի մի խումբ որոշեց ամեն տարի ապրիլի 24-ին լինել Պոլսում, մասնակցել համառության արդյունքում կառավարության երկու շուրթի արանքից հնչող թույլտվությամբ անցկացվող հիշատակումներին։ Բացի սփյուռքահայերից 2013-ից ի վեր Եվրոպայի հակառասիստական շարժումը ապրիլի 24-ն անցկացնում է Պոլսում, աշխարհի տարբեր անկյուններից մասնակիցներից կազմված խմբով։ Ստեղծել ենք միջազգային պատվիրակություն եւ այստեղ ենք հայ համայնքին սատարելու համար։ Այս օրերին Թուրքիայում հատկապես մարդու իրավունքները, ժողովրդավարությունը խոցելի են եւ մենք մեր աջակցությունն ենք բերել այդ ամենի դեմ պայքարող մարդկանց։ Տեղական ժամանակով 19:15-ին թունելում հավաքված բազմությունն իր հարգանքի տուրքը մատուցեց ցեղասպանության զոհերին։ Հիշատակի մասնակիցների գերակշռումը սա ազգությամբ հայ չէ, նրանցից յուրաքանչյուրն այստեղ գտնվում է անձնական դրդապատճառներով։ Թուրքի հանգստություն, պապերի ժառանգած մեղքի հետ առերեսում, անուղղակի կոչ եւ օրինակ իշխանությունների համար։ 102 տարի անց Թուրքիայում ցեղասպանության ժողովրդականությունը նոր ձևաչափեր է ստանում։ 1915-ի մասին էլ խոսվում է իշխանությունների սահմանած շրջանակի եզրերից ներս։ Լիլիթ Գասպարյան, Կարո Բաբայան, օրակարգ Պոլիս Ստամբուլ։ Եվ նեոօսմանիզմի Էրդողանյան ձեռագիրը, ինչպես եւ սպասվում էր Թուրքիայի նախագահ ցինիզմի ավանդական դրսևորմամբ, հատուկ ցավակցական ուղերձ հղել հայ համայնքին։ Նամակն ընթերցվել է Պոլսու հայոց պատրիարքարանում հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ Ինչպես նախորդ տարի այս անգամ նույնպես Էրդողանը հայոց ցեղասպանությունը որակել է որպես առաջին համաշխարհայինի ժամանակ տեղի ունեցած ցավալի իրադարձություններ եւ ցավակցություն հայտնել հայերին։ Հայ համայնքը թե Օսմանյան կայսրության տարիներին, թե Հանրապետական Թուրքիայի օրոք այս երկրին տվել է բազմաթիվ թանկագին զավակներ, որոնք իրենց ուրույն ներդրումն են ունեցել երկրի զարգացման գործում, նշել է Էրդողանը, հավելելով, որ իշխանությունն ակտիվ աշխատելու է Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցում։ Ցեղասպանության 102-րդ տարելիցը նշել են նաև մեր երկրի մարզերում հիշատակի միջոցառումներ, աղոթք, խնկարկում, երթեր եւ բեմադրություններ են տեղի ունեցել։ Վանաձորում նախորդային ժամերգությամբ իսկ այսօր պատարագով ոգեկոչել են սրբադասված զոհերի հիշատակը, ապա Խաչքարին ծաղիկներ խոնարել, Ալավերդիում աղոթք են բարձրացրել հանուն նահատակների հոգու խաղաղության։ Այլևս երբեք Ջարդի ձորում ամեն տարվա պես երթումով են շիրակցիները հարգել հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Գեղարքունիքում ծաղիկներ են խոնարհվել բոլոր հուշարձաններին, մարզի պաշտոնյաներից մինչև դպրոցականներ, նաև մոմավառության ու բարեխոսության կարգի են մասնակցել։ Այն ինչ մեզ չի հաջողվել, այս սերնդին պիտի որ հաջողվի։ Միջև հիմի համառորեն չեն ընդունում, ինչքան չընդունեն ավելի վատ յանս համար։ Տավուշում հիշատակի ու ոգեկոչման արարողությունների գագաթնակետը իջևանում էր։ Առավոտյան մարզկենտրոնի շենքի մոտից մարդկանց երթը ձգվել է մինչև մեծ եղեռնի հուշահամալիր ու եկեղեցի։ Թուրք տեսակը Ադրբեջանին մենք միշտ պատրաստ ենք հետ մղելով։
Սիսիանում ծաղիկների խոնարհման հասցեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Մշակույթի կենտրոնի պատանի դերասանները հատուցման իրենց պահանջը ներկայացրել են, ոտքի դատարանն է գալիս բեմադրությամբ։ Չեն կարող մեռնել։ Նրանք պիտի ապրեն ինձ հետ միասին։ Արմինե Ուդումյան, Հրաչյա Պապինյան, Աննա Մարտիկյան, Հասմիկ Շահբազյան, Գայանե Թամանյան, Աննա Ավետիսյան, օրակարգ։ Հռոմից Բարսելոնա, պատերազմական Սիրիա, Իրաք ու Հարավային Ամերիկա, հիշատակի արարողություններ, հեռուստաելույթներ, ֆիլմերի ցուցադրություններ, աղոթք, համաժողովներ ու համերգներ։ Աշխարհի հայությունն օգտագործում է բոլոր խոսափողերը, բարձրաձայնելու սեփական դատի արդարացիությունը։ Գլխավոր միջոցառումը Կիևում էր ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։ Հայ համայնքի սոցիալական հոլովակն այս օրերին ցուցադրվում է ուկրաինական հեռուստաընկերություններով։ Սանկտ Պետերբուրգում հիշատակի միջոցառումները տեղի են ունեցել Կոմիտաս վարդապետի հուշարձանի մոտ։ Դոնի Ռոստովում Սուրբ Հարության եկեղեցում մատուցվել է պատարագ, ոչ ցեղասպանությանը հուշարձանի մոտ մարդիկ հարգել են անմեղ զոհերի հիշատակը։ Այսօր կարևոր է նաև, որ հիշատակի օրը համընկել է հրեաների ցեղասպանության հիշատակի օրվա հետ, որը նշվում է Վարշավայի գետոյում ապստամբության օրը։ Սլովակիայի մայրաքաղաքում Դանուբի ափին տեղադրված հայկական խաչքարի մոտ ծաղկեպսակներ են խոնարհել Սլովակիայի խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոն, փոխխոսնակ Բելա Բուգարը, Տրնավայի նահանգապետ Տիբոր Միկուշը, Հայաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի եւ Ռուսաստանի դեսպանները։ Ստրասբուրգում հայ համայնքը մոմերով երթ է արել, Աստվածամոր տաճարի դիմաց միջազգային հանրությանը կոչ արել դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Ամստերդամում մեր հայրենակիցներն ու համայնքի հոլանդացի բարեկամները ջրանցքների երկայնքով կենթանի շղթա են կազմել։ Շվեդիայի մայրաքաղաքում էլ հանրահավաք էր եւ քայլերթ դեպի Թուրքիայի դեսպանատուն։ Նրանք նաև ծաղիկներ են խոնարհել բազմաթիվ հայերի կյանք փրկած շվեդ միսիոներ Ալմա Յոհանսոնի շիրիմի մոտ։ Դավիթ Մուրադյան, օրակարգ։ Հայոց ցեղասպանության թեման այսօր նաև միջազգային մամուլի էջերին է, հատկանշական է, որ թեմային լայնորեն անդրադարձել է նաև թուրքական մամուլը, որոշ դեպքերում ցեղասպանություն բառը տպագրելով առանց ճակերտների։ Գազետ Դուվար կայքը հրապարակել է 1915-ին Ավրորայի հետ ինչ եղավ վերնագրով հոդված, որը պատմում է Արշալույս Մարտիկանյանի կյանքը որպես հայհուտ օգնության եւ մարդասիրության խորհրդանիշ։ Թուրք սյունակագիր Փնարդողուն Տեքսան 4-ում թուրք ժողովրդին կոչ արել բացել աչքերն ու առերեսվել պատմությանը։ Թուրքիայի խորհրդարանի հայ падգամավոր Կարո Փայլյանը հատուկ ուղերձ է հղել ցեղասպանության կապակցությամբ Twitter-ի պաշտոնական էջում։ Թուրքական գազետեսուջին կայքը պատմել է ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայ կանանց մասին։ Իդեպ ցեղասպանություն եզրույթը թուրքական կայքը գրել է առանց ճակերտների եւ նշել, որ երիտ թուրքերի կառավարման շրջանում ազգայնականությունից ամենամեծ վնասը կրել են հենց հայերը։ Boston Globe-ում Քրիս Բոհջալյանը գրում է. Ամերիկան պետք է դադարեցնի բառախաղը հայոց ցեղասպանության մասին խոսելիս։ Ամերիկյան մամուլը նույնպես դեմ է բառախաղին։ The Huffington Post-ը գրում է. Միացյալ Նահանգները պատմական փաստը չի ճանաչում այլ ազգերի քմահաճույքով։ Մինչև այժմ Թուրքիան ճնշել է Միացյալ Նահանգներին շրջանցելու հայոց ցեղասպանության ճանաչումը։ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա բացասաբար է ազդել պատմական ճշմարտությունն ընդունելու անկարողությունը, եւ այս անհեռատեսության հետևանքները նկատելի են Սիրիայում եւ այլուր, գրում է հեղինակը։ Քանի որ Թրամփը պայմանականությունների չի հետևում եւ չի խորշում ոչ ավանդական քայլերից, հնարավոր է ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Կունենա արդյոք Թրամփն այդքան քաջություն։ Հարցադրումը բրիտանական Independent-ինն է։ Թրամփի ուղերձը ցույց տվեց, որ մամուլի հույսը զուր էր։ Սոնա Աղբալյան, օրակարգ։ Սովորական մարդիկ առանց քաղաքական կարգավիճակի հայտարարած կամ թաքուն նպատակների հին աշխարհամասից են, տեսել են պատերազմ, գիտեն ինչ է ցեղասպանությունը, զգացել են երրորդ ռեյխի կործանարար քաղաքականության հետևանքները, նրանք այսօր ծիծեռնակաբերդում էին հայության ու նրա արդար պահանջատիրության կողքին։ Էրիկ Պոպորտեն, օպերատոր, ռեժիսոր է, ընտանիքը երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կորցրել է ամեն ինչ եւ բոլորին։ Ես եկել եմ որոնելու այն ցավի իմաստը, որը մեզ միավորում է։ Ժան-Լուի Լեպերն էլ բրյուսել Երևան ճանապարհը հատել է հասկանալու 100 տարի է անցել, ինչպիսին է ցեղասպանություն ապրած մարդկանց ներկան ու ապագան։ Մարդկությունն ապրում է մեծ վտանգի մեջ եւ չի բացառվում, որ ցեղասպանությունը կրկնվի։ Սա է սարսափելին։ Գունթարն էլ գերմանացի ուսուցիչ է, կնոջ հետ հասցրել է շրջել հայկական տուրիստական վայրերով։ Ապրիլի 24-ին Երևանում ծիծեռնակաբերդի հուշահամալիրից դուրս տեղ չի գնացել։ Գերմանացիները նույնպես գիտեն, թե ինչ է ցեղասպանությունը։ Գերմանիայում նույնպես հիշում են այս օրը։
Մատեուշ Կաչմարիկն էլ լեհ է կամավորական ծրագրով է Հայաստանում։ Օսվենցիմ քաղաքը տեսած Մատեուշը նկատում է ցեղասպանության մասին խոսելիս նախ պետք է ընկալել դրա ողբերգությունը։ Սա համաշխարհային պատմության կարևոր էջերից է եւ աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի դա։ Ռելո Փարթանիեն էլ Ֆինլանդիայից է, հայերի մասին շատ բան չգիտի, բայց ցեղասպանությունն անձամբ է ուսումնասիրել եւ ընկերոջ Յուղալե Կոնեի հետ ապրիլի 23-ին Հայաստան է եկել։ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի եւ եթե աշխարհը չընդունի ցեղասպանության փաստը, չի բացառվում, որ այն կրկնվի։ Ֆիններին ու լեհին ամենից շատ նախորեի ջահերով երթն է տպավորել։ Գերմանացիներին ցեղասպանությունից հետո էլ 100 տարի անց մշակույթը պահելու, ապրելու ու ստեղծագործելու հայկական ֆենոմենը։ Լուսին Մկրտչյան, Տաթևիկ Նալբանդյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Ամերիկացի թուրքերը արշավ են սկսել ցեղասպանության մասին պատմող խոստումը ֆիլմի դեմ դիմելով տարաբնույթ խարդախությունների, այս մասին բարձրաձայնել են ամերիկահայ երիտասարդները Սպիտակ տան առջև կայացած ցույցի ժամանակ։ Պարզվում է թուրքերը գնում են կինոթատրոնների բոլոր տոմսերը, ապա ցուցադրությունից հաշված րոպեներ առաջ զանգվածաբար ետ վերադարձնում։ Ամերիկահայ իրավաբանները մտադիր են ուսումնասիրել նման կեղծարարությունների հակաօրինականության աստիճանը։ Դոմսակներ քնել, մեր հագարակերտներու կողմէ եւ վերջին ռոբեին վերաթարցնել այդ դոմսակները, զրգելով ուրիշներ, որոնք կուզեն տեսնել ֆիլմը այդ արիթեն։ Մի քանի դեղեր դարբեր նահանգներու մեջ այս դեղեցությունները ստացած են։ Հայտարարի հանձնախումբը առօրյա գաբի մեջ է ֆիլմը պատրաստողներուն հետ, դեղեցությունները իրենց կներկայացնենք առօրյա եւ եթե պետք լա աբակային այս շաբաթավերջին վերջը հերախոսություններ պիտի ելան, թե ճիշտ ինչ պատահած է եւ արդյոք եթե քրեական հանցանքները այս բարակային եղած են։ Կինոյի համաշխարհային աստղերը շարունակում են աջակցություն հայտնել խոստումը ֆիլմի գովադարշավին, այս անգամ երդվել է հոլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունին։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է երդվի պահել խոստումը ցեղասպանության դեմ պայքարելու, որտեղ էլ որ լինի։ Խոստումը դիտել են նաև Երևանում, երեկ այսօր տեղի ունեցել ֆիլմի փակ ցուցադրությունը, իդեպ առաջին ցուցադրությանը ներկայ է եղել նախագահ Սարգսյանը տիկնոջ հետ։ Ամսի 27-ին կկայանա ֆիլմի համաշխարհային պրեմիերան, այդ օրը ֆիլմը հնարավոր կլինի դիտել նաև երևանյան կինոթատրոններում։ Դուքերը մեզ հանգիստ չթողնեն, ամեն ժայռից կկռվեք նրանց դեմ։ Ամերիկյան աղմկահարույց պրեմիերայից ու ազդեցիկ քարոզչական ցուցադրություններից հետո խոստումը Երևանում էկրան բարձրացավ ապրիլի 24-ի նախօրեին։ Բացառիկ կինո նախագիծն իր հատուկ ուղերձով հասցեագրված է ոչ միայն հայերին, ամերիկացիներին ու եվրոպացիներին, այլև գուցե նախև առաջ այն թուրքերին, որոնք դարից ավելի ձգված ժխտողականության պայմաններում դեռևս չեն ընդունել ցեղասպանության իրողությունը։ Խոստումն ուղղակիորեն ասոցացվում է Քրքորյանի կինոպատումի գլխավոր հերոսների եւ վերջապես Եղեռնը վերապրողների ապրելու խոստումի հետ։ Դա խոստում է մեր կողմից չմոռանալ եւ պահանջել եւ իհարկե միգուցե խոստում է, որ երջանկահիշատակ Քրքորյանը խոսք էր տվել, որ այսպիսի ֆիլմ անել եւ ինքը իր խոստումը կատարեց։ Ես կարծում եմ, որ դա նաեւ հայի տեսակի մասին շատ բան է ասում։ Ցանկությունս Կոստանդնուպոլսի կայսերական համալսարանում ուսանելներ։ Հայաստանում ֆիլմի ցուցադրության իրավունքը ձեռք բերելուց հետո Շարմ ընկերությունն ընդամենը մեկ շաբաթ ուներ թարգմանության եւ կրկնօրինակման համար։ Կինոպատումը հայերեն հնչեցնելու խնդրին մոտեցել են մեծագույն պատասխանատվությամբ։ Մեզնից ավելի շատ մասնիկ կար այս գործի մեջ, մեր բաժնում մենք էլ այս ֆիլմում աշխատելու չենք նկարահանվել, բայց ես գոնե մտածում որ այսպես է մասնակցում այս Թուրքին։ Խոստումի տպավորիչ տեսարաններից մեկը Կոմիտասի պատարագի գոհանամքի հատվածը ձայնագրվել է Հայաստանում։ Ֆիլմում հնչում է Հովեր երգչախմբի սեպտետի փայլուն կատարմամբ։ Կարծում եմ, որ մեծ իրադարձություն է մեր բոլորիս համար եւ ուրախ եմ, որ Հովեր կամերային երգչախմբի սեպտետը իր մասնակցությունը ունեցավ այս ֆիլմում եւս։ Խոստումի ստեղծագործական կազմում ընդգրկված հոլիվուդյան աստղերի եւ օսկարակիր դեմքերի Հայաստան գալու հնարավորությունը Շարմում չեն բացառում։ Եթե ոչ երևանյան նորամուտի առիթով, ապա ֆիլմի հետագա քարոզչության ընթացքում նրանց սպասում են Հայաստանում։ Նոնե Ալեքսանյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։
Իտալական La Stampa թերթի հետ հարցազրույցում Սուրբաթոռում Երևանի դեսպանը վերհիշել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուղևորությունը Հայաստան եւ այդ այցի պատմական նշանակությանը։ Հայաստան ուղևորությունը, որը Ֆրանցիսկոս Պապը կատարեց 2016-ի հունիսին, այն քչերից էր, որ Պապն արդեն իսկ որոշել էր պաշտոնի անցնելու հենց սկզբում, գրել է իտալական հեղինակավոր թերթը։ Ըստ դեսպանի այդ այցը հիանալի կերպով արտահայտել է Ֆրանցիսկոս Պապի առանցքային արժեքների կարևորությունը, ինչպիսիք են համերաշխությունը, աշխարհի հանդեպ բաց լինելը եւ ազատությունը։ Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ցանկություն էր հիշողությունը դարձնել այն հենքը, որի վրա հնարավոր կլինի կառուցել հայերի եւ թուրքերի միջև խաղաղ հարաբերություններ, հաշտեցման ուղին այն գիտակցմամբ, որ պատերը քանդել հնարավոր է միայն սկսելով ճշմարտությունից։ Սուրբաթոռում Հայաստանի դեսպանը նախորդին Հռոմի Սուրբ Բարդողիմեոս եկեղեցում մասնակցել է ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։ Ավելի քան 1 տասնյակ ֆիզիկոսներ ուսանողական տարիներից արդեն շուրջ 4 տասնամյակ պահանջատիրության ու ճանաչման նույն վճռականությամբ հավաքվում ու միասին են բարձրանում Ծիծեռնակաբերդի հուշամալիր։ Նրանց շարքերը թեև նոսրացել են, սակայն ավանդույթի հավատարիմ կուրսընկերները նույնիսկ հեռուներից են գալիս եւ հիշատակի օրը լինում Երևանում։ Նալբանդյանի հայացքի ներքո օղակաձև զբոսայգին ապրիլի 24-ին նրանց անխաղ ժամադրավայրն է 39 տարի։ 1978-ի պատմական ֆոտոներում հենց այստեղից են կուրսեցիներով բռնել Ծիծեռնակաբերդի ճամփան։ Մարզել ենք բանին Ծիծեռնակաբերդի հարթակում, ես ջարդարարների։ Պատմաբան չեն, ֆիզիկոսներ են, կատակում են ճշգրիտ մասնագետները, որ ոչ պատմություն են ստեղծում, ոչ էլ կեղծում, ավելի հայրենասեր են։ Հիշում են խմբին ոտքի հանողը մինչև այսօր իր արմատները դարանաղի գավառում երզնկայում փնտրող առավոտ շուտ Վարդենիսից Երևան հասած Սուրեն Հայրունիներ։ Սա Մխիթարյան Վարուժանն է, սա ես եմ։ Կուրսի լուսանկարիչը Արթիկցի Սուրիկն է, տանը որ փնտրեմ ասում է կարող է գտնեմ նեգատիվները։ Այսօրվա պես հիշում են տղաներից ով ինչ պիտի աներ, որ վրիպեին KGB-ի աչքից։ Նպատակն էր արագ նկարել այդ տեսարանը ու կորել ժողովրդի մեջ, որ ապարատը ձեռիցս չտանեն։ Հատուցման պահանջով պլակատը սակայն տարել էին։ Սովետական Հայաստանում ինչ հույսով էիք հատուցում պահանջում հարցին պրագմատիկ ֆիզիկոսն ասում է, կռահում էին, որ մինչև չուժեղանանք մեզ լսող չի լինելու։ Մենք գիտենք, որ մեզ հատուցում չեն տալու, ուղղակի որ մենք չմոռանանք։ Հատուցման պահը մի օր վրա է հասնելու վստահությամբ կուրսեցիներին Սոչիից էլ միացել է շատերի պես ապուպապերի հետ Արևմտյան Հայաստանում փնտրող Արշակ Փիլոսյանը։ Նախներս գաղթել են Էրզրումի վիլայեթից։ Վանաձորից Վարուժը մյուս երկու համակուրսեցիների հետ վերջին պահին հասավ, շարժվեցին, կեսօրին արդեն վերևում էին։ Կհանդիպեն մյուս տարի, նույն տեղում, նույն օրը։ Հերմինե Բաղդասարյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Տարեստարի նոսրանում են Հայոց ցեղասպանությունը վերապրած տատիկ պապիկների շարքերը 3 տարի առաջ նրանք 39 էին, այսօր 18-ը, որ ապրում են Հայաստանում։ Դառը հիշողություններից նրանք մի բուռ են դարձել, դարից երկար ապրելով թոռներին, ծոռներին եւ նրանց երեխաներին հայրենիքը ավելի ամուր պահելու խրատ փոխանցել։ Մարիամ տատիկի ձեռքին խաչ է դաջված, մի քանի տարեկան էր քույրն արեց, որ իմանան Հիսուսի ժողովրդից եմ, օրը 1000 անգամ իր սենյակի սրբապատկերներին է մոտենում, դու ես մեր Տերը, մենք էջբանենք։ Ես երեխա եմ, սպանում եմ։ Մենք էին Քովակիմյանները, Գալստյանները, Պատպատի, Եփրաքսի Գևորգյանը իրենց տունը տանտեղը անգիր է հիշում, Կարսին նահանգի Լալոյի Մավրակ գյուղը, Փախան աչքի առջև մոր պատրաստած խմորի գունդն է, որ հաց չդարձավ։ Երանեք, այն մարդնոր, այդ պատերազմը չի տեսել, հազար երանեք։ Մեծացել է Գյումրու ամերիկյան որփանոցում, եղբորը որդեգրել ու Ամերիկա են տարել, նրան փնտրում է մոտ 100 տարի, Եղիա Գրիգորի Բարսեղյան, Եփրաքսի տատիկի 58 թոռները տարբեր երկրներում են ապրում, շարունակում են որոնել մեծ քեռուն ու նրա ժառանգներին։ 3 տարեկան լագոտ եմ եղել, չգիտեմ։ Թորոս ու Սինամ Մարգարյանների աղջիկն է Լուսիկ տատիկը, ծննդավայրի անունը չի հիշում, գիտի Կարսի նահանգներ, գաղթի պատմությունը հորից է լսել, թուրքերի անունը լսել չի ուզում, դրանք փոխվողը չեն ասում է։ Հաբա, դրանց հետ չու, բեր հայ ափսոս է գաման ғրաղերը։ Աշխարհով։ Մովսեսանեշյանն իր իսկական հայրենիքն է ուզում, Քաբուսիեն, Մուսալերի այդ տեսարանն աչքի առջև է քնում, արթնանում, ներել երբեք, մորը աքսորի սև գիշերը կորցրեց, շեկ-շեկ կիներ։ Ոնց բարեկամանք, հալա դու հարցերը լուզի, դու վիզար, որ դու է չարտարել, մենք ուրիշ բան ենք խոսում, ինքը ուրիշ բան է խոսում։
Արեքնաստատիկն իր կորցրած ծննդավայրի քթի տակ է ապրում, տեսադաշտում դեպի Կարս տանող ճանապարհն ու Արաքսի ջրերն են, իր գյուղը Կարսի գավառի ալամն էր, իրեն բարուրի մեջ կրակի էին տալիս, երբ ծանոթ թուրքը վրա հասավ, թե մի արեք, բարեկամս է։ Ինքը փրկվել, բայց հոր Կարսում տամպատի տակ թաղած ոսկու երկու կճուճները չի մոռանում, դժգոհում է, երեխաներն այդ հարցով չեն զբաղվում։ Եթե գերազինագետ խոսակ, իրան կպարազանեն, չի խոսում։ Լերը այս բառը Սիլվար Տաթաջյանն ուրիշ առոգանությամբ է արտաբերում, հաճախ է թաղծում ու աչքը գցում ծննդավայրի ծովի խխունջներից պատրաստված այս տուփին, որ Մուսալերցի մայրը նվիրեց։ Սիլվար Տատիկի սիրելիները միայն լուսանկարներում են, այս մասունք տուփի մեջ դասավորված։ 7 երեխա ես եմ մնացել, սաղ մահացան։ Նազիգես հերմինեն, Լուդվիգը մերայ ես վարդուտ մանուշադեզ։ Մնացի ու ծաղդեի։ Գույնա Մարկոսյանին բոլորն աբա մեծ մայր են կանչում, գաղթի ապավորփության ու սովի տարիները չի մոռանում, հարազատների սպանդը աբան միջև հիմա էլ սգում է, մեկ արտասվում է, մեկ զայրանում։ Հարցամուր եմ եղել, մինչև աստծու փառքը շատ, երեխեքս հասել են, թասիվով, աբուրով, նամուսով աշխատել են, հիմել են զիվարդի պես պայում են։ Մի քանի տարի է, կուրացել է, երեխաները, թորները, նրանց երեխաները, աբային փայփայում ու գուրգուրում են։ Ցեղասպանության 100-րդ տարելիցին 2 տարի առաջ Երևանից մարդիկ էին եկել Թաթուլ գյուղ, աբային 1 միլիոն դրամ նվիրել։ Աբան ուզում է, որ այդ 1 միլիոնով իր թաղման օրը մարդիկ գան, ուտեն, խմեն։ Տնեցիներն ասում են, փողն այդքան երկար պահող չկա։ Սիրելի աբա, քեզ մեռնել չկա։ Սուսան Բադալյան, օրակարգ։ Երբ ջրհորներն են արձագանքում թուրքական ժխտողականությանն ու համաշխարհային լռությանը։ Հարթագյուղում Արաքսից այս կողմ ժխտողականները կարող են գալ ու տեսնել Թուրքի հրոճարակ դարձրած թաքստոցներն ու այն ջրհորները, որտեղից զոհերի բազմաթիվ գանգեր ու ոսկորներ են հայտնաբերվել։ Սրանք հուշեր չեն այստեղով թուրքն է անցել։ 99-ամյա Արաքստատը Հարթագյուղի կոտորածի վերջին կենթանի վկան էր։ Ժամերով առանց դադարի էր պատում գլխով անցածը Թուրքի յաթաղանից հրաշքով դիակների տակ թաքնվելով փրկված երբեմնի աղջնակը։ Թոպերը տինտարան, ստարկուանց տուլը, ջուլեն կաբետի, ես շանտղը ջուլեն հեզ մի հադամ չդիբավն ձիք պալաց։ Սրկոյնց տունը ահա այս տարածքում է եղել, այս մարակներում են փակել գյուղացիներին ու հրկիզել։ Այստեղ մեծ մարակներ էր, այս մեր հարևանների տեղել են։ Մեր նախնիներից են պապս է եղել, նա հորկուներ եմ ունեցել, բաներ սաղ դրանց այդպես վառել։ 112 տարեկան Նարեկա Վանքն է, Հարթագյուղի Սուրբ Նարեկ եկեղեցին, ժամը ինչպես Հարթագյուղում են ասում։ Գյուղի հոգևոր այս կենտրոնում մոմ են վառել, աղոթել, նաև ուսանել։ Հայաստանի արևելյան հատվածի եղեռնագործության օրերին Թուրքի ոդկա այս գյուղ էլ հասել է ու մի ամբողջ ձմեռ եկեղեցին ախոր են դարձրել։ Նարեկավանքի խորանն է, թե առանց գյուղացիների մտնես այստեղ, կաղոթես, մոմ կվառես ու կհեռանաս, չես էլ իմանա, թե ինչ կար այստեղ այս խորանի տակ։ Թուրքերը Հարթագյուղը Քյուչուկ Ստամբուլ, Փոքր Ստամբուլ կամ Ղալթաղչի են անվանել, որն էլ նշանակում է թամբագործ։ Հարուստ է եղել Հարթագյուղ Ղալթաղչին, այստեղից թուրքերը ավար, հատկապես ոսկի շատ են տարել։ Կոտորածից 100 տարի անց այսօր էլ Հարթագյուղի ջրհորներից մարդկային ոսկորներ են դուրս գալիս։ Վախեցա շատ սկզբական մոմենտը որ մաքրում էի ոսկորացես դուրս թռավ ջրի երեսը ու շոշոպ ինձ խփեց։ Մի կերպ շատ զորը ելա դուրս։ Ելա ու Ստիպված էլի այդ։ Մեր բաժակը խմեցը սարսափը կորա։ Մենք անվանակոչում ենք Կարապետանց ջրհորներ, Հունանանց ջրհորներ, Մուրադանց, այդպես ու բոլորի ջրհորներից հանվել է։ Միայն 6 ջրհորից մինչև 1000 մարդու ոսկորներ են հանել ու հուղարկավորել։ Մեկդարյա կյանք ապրած մեծ մայրը առանց սարսափի չէր կարողանում հիշել կատարվածը։ Ճաշուերը պատին ու ծախ, ճաշուերը թափան։
Մինչև թուրքերը վիճարկում են եղել է եղեռն թե ոչ, Սուրբ Նարեկի խորանի տակ այսպիսի վկայություններ են այսօր պահպանվում։ Ջրհորներ կան, որոնք գյուղացիներն այսօր ընդհանրապես չեն համարձակվում բացել, փակել են սալքարերով ու չեն էլ մոտենում դրանց։ Հարթագյուղի կոտորածի փաստագրությունն այսօր ազգային արխիվում է։ Կոտորված է 60,000 մարդ Ալեքսանդրապոլի գավառում, որոնցից 30,000-ը տղամարդ, 15,000-ը կին, 5,000-ը երեխա։ Ղալթախչիում ու մերձակա գյուղերում սպանդի զոհերի գերեզմանները հիմա էլ ջրհորներն են։ Նարեկավանքի դեմ դիմաց այս բարձր սարն է Գագաթին Սուրբ Հովանեսի մատուռը։ Արաքստատը պատմում էր, թե ջրհորներն ընկնելուց առաջ մարդիկ հասցրել են դեմքով դեպի սարը շրջվել, վերջին անգամ ողորմատեր կանչել, խաչակնքել։ Սիրանուշ Մուրադյան, Հովանես Քյոսեյան, օրակարգ, Հարթագյուղ։ Օպերայում այսօր հիշատակի և հաղթանակի համերգ էր նվիրված ցեղասպանության նահատակներին։ Բեմում գտնվողներից շատերը հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։ Նրանք 20 երկրներից հայրենիք են ժամանել ելույթ ունենալու համահայկական նվագախմբի կազմում Սերգեյ Սմբատյանը, Հովանես Չեքիչյանը, Կարեն Դուրգարյանը, Էդուարդ Թոփչյանն ու Կոնստանտին Օրբելյանը միմյանց փոխարինել են դիրիժորական վահանակի առջև։ Երեկոյի փակմանը առաջին անգամ հնչել է Տիգրան Մանսուրյանի պոեմ հաղթանակի կանտատը։ Համահայկական նվագախումբ նախագծի առաջին համերգին ներկա են գտնվել նախագահ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը։ Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Այն իրականություն է դարձել Հանրապետության նախագահի աջակցությամբ և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ։ Համերգը նվիրված է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին։ Եվ վերջում օրվա երկու կարևոր այլ թեմաներով արտգործնախարար Նալբանդյանը արձագանքել է Բաքվի հնչեցրած վերջին հայտարարությանը, թե իբր Հայաստանը խուսափում է բանակցություններից։ Օրակարգի հարցինի պատասխան արտգործնախարարը վերահաստատելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը ասել է, բանակցություններին այլընտրանք չկա։ Հայաստանը եղել և մնում է Ղարաբաղյան կարգավորման բանակցային ձևաչափի կողմնակից։ Արտգործնախարար Նալբանդյանը արձագանքում է Բաքվի պնդումներին, թե իբր Հայաստանը խուսափում է բանակցություններից։ Ադրբեջանական կողմը փորձում է, ինչպես ասում են, վատ խաղի ժամանակ դեմքի լավ արտահայտություն անել, բայց դա էլ իրենց մոտ չի ստացվում։ Արցախի խնդրի կարգավորման քննարկումները Ադրբեջանը հաճախ փորձում է տեղափոխել այլ հարթակներ, խուսափելով համաձայնեցված ձևաչափով բանակցություններից, հրաժարվում եռանախագահների կազմակերպած հանդիպումներից, հետագայում բարդելով հայկական կողմի վրա։ Միգուցե այդ շինցու հայտարարությունները անելուց առաջ Ադրբեջանը պետք է փորձի բացատրել, թե ինչպես է ստացվում, որ եթե հայկական կողմն է հրաժարվում այդ հանդիպումներից, իսկ հենց այդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները չի կատարում հենց Բաքուն, ինչի ականատես մենք եղանք անցյալ տարի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։ Համաձայնեցված քայլերը ձախողող Բաքուն միաժամանակ պահանջում է առավելագույնը, հաստատելով, որ ունակ չէ բանակցելու։ Չնայած այդ մոտեցումներին Ադրբեջանի իհարկե հրաժարվելուց հանդիպումների մենք վերջերս ականատես եղանք դրա Մյունխենում, դրանից առաջ Համբուրգում, չնայած այդ ամենին Հայաստանը միշտ եղել և մնում է բանակցությունների կողմ, որովհետև բանակցային գործընթացին այլընտրանք չկա։ Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանեց նաև ապրիլի 27-ին Նալբանդյան-Լավրով-Մամեդիարով հնարավոր հանդիպման լուրը։ Այդպիսի ըմբռնում կա, որ այդպիսի հանդիպում է պետք կազմակերպել։ Եռակողմ հանդիպման օրը հայտնի կլինի միայն վերջնական համաձայնեցումից հետո։ Մայա Խաչատրյան, Հովանես Քյոսեյան, օրակարգ։ Ադրբեջանական լոբիստների հայտնի կոռուպցիոն սկանդալներից հետո ԵԽԽՎ-ում կստեղծվի կոռուպցիոն դրսևորումները հետաքննող հատուկ հանձնաժողով։ Հայոց ցեղասպանությանը նաև խորհրդարանական ընտրություններին վերաբերող ելույթները հայ պատվիրակները հնչեցնելու հնարավորություն չեն ունեցել։ Նիստն այսօր վեաժողովի պատմության մեջ աննախադեպ սկանդալով է սկսվել ԵԽԽՎ պատգամավորները խստագույնս քննադատել են նախագահ Ագրամունտին, պահանջելով վստահության քվեարկություն, թույլ չտալով անցնել օրակարգի մյուս հարցերին։ Ագրամունտը ընդմիջել է նիստը Ստրասբուրգից, օրակարգի մանրամասները ներկայացնում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը։
Խոսում էին այն մասին, որ այս համաեվրոպական դեմոկրատական տան հեղինակությունն է կշեռքի վրա, այսօր բյուրոն նաև որոշում է կայացրել վաղը անցկացնել հանրային լսումներ, մեղադրանքները, որ կան կոռուպցիոն միջավայրի կամ կոռուպցիոն գործողությունների հետ կապված ագրամոնտի հասցեին հարցերի վերաբերյալ ուրեմն հանրային լսումներ է կազմակերպվելու։ Եվ վերջում պաշտոնական մեկ լուր երրորդյա պաշտոնական այցով մեր երկիրը ժամանել Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին, տիկնոջ հետ նախատեսված են նրա հանդիպումները մեր երկրի ղեկավարության հետ։ Հնդկաստանի փոխնախագահին առավոտյան կուղեկցեն ծիծեռնակաբերդ Համիդ Անսարին, կհյուրընկալեն նաև Մայր բուհում և Մատենադարանում։ Այսքանը։ Ցտեսություն եւ ամենայն բարիք։